տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր արտաքին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություն է, թե այլ բան, եւ մեկ հարց էլ դուք նշեցիք, որ մայրաթուր կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասեցիք միջև ամբողջությամբ մաքրվեք, շատ մեղքեր ունեք, հա, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք։ Չասեցի ամբողջությամբ, ասի բավարար չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քանի տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք, կտեսնենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի, ոնց ասեմ, որ ձեզ համար հանկարծ վատ չեն չի, որովհետև այդ ինչ որտեղից եք կարդում։ Արման Բաբաջանյանը Դե կներեք դա անհետեցություն։ Իսկ չկա այդպիսի Հայաստանի Հանրապետությունում երբ է ստեղծվել 2024 կամ 23 թվականին ստեղծվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Այդ ծառայությունը ստեղծվել է, դրանից առաջ ընդունվել է օրենք։ Հետո ընդունվել է կառավարության որոշում։ Հա կառավարության որոշումից հետո կարող է process-ները գաղտնի են տեղի ունեցել։ Բայց դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ օրենքներով որոշումներով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն։ Ամերիկան եւ Բրիտանիան կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն համագործակցում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների գործընկեր երկրների արտաքին հետախուզական ծառայության է։ Ինչ? Բացառում եմ, որ ստեղծվել է եւ ես չգիտեմ։ Եվ նույնիսկ բացառում եմ, որ առանց իմ որոշման նման բան կարող է ստեղծել։ Կնեք մեկ հարցը, պարոն վարչապետ, ի վերջո այդ 207 միլիոն դրամը, որ մինչև օգոստոսի 8-ը գաղտնի որոշումներով տրվել է ՀԿ-ներից մեկին, ինչ նպատակով է տրվել, իրենք ինչ են արել եւ արդյոք այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ կա անընդհատ դուք խոսում եք, իրենք են մշակել ձեզ համար։ Ոչ, իրենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը չեն մշակել, դա շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար, քաղաքականություններ մշակելու տեսակետից եւ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր համագործակցություն է եղել եւ շատ արդյունավետ եւ ընդ որում էդ էլ հրապարակային է դրված։ Հրապարակային ամեն ինչը դրված գաղտնի եւ օգոստոսի 8-ին ինչ կապ ուներ, որ օգոստոսի 8-ից հետո գաղտնաձև։ Որովհետեւ դա մի ժամանակաշրջան էր, որ մենք եւ ես կարևոր էի համարում, որ գաղտնի լինի եւ որպեսզի այդ թվում արտաքին ուժերը չտիրապետեն այն տեղեկություններին, թե ենթատեքստային եւ սոցիալ հոգեբանական ինչ թեմաների վրա է աշխատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բայց այդ աշխատանքը չափազանց կարևոր աշխատանք է, ես դա շատ բարձր եմ գնահատում եւ իմիջայլոց որպես խորհուրդ եմ տալիս նաև կարդալ այդ նյութերը, որովհետև դա այդտեղ շատ կարևոր նյութ է մեր մասին, առաջնորդության եւ հանրության հարաբերությունների մասին, մտածողության բանաձևերի ձևավորման մասին, ինքը ուղղակի շատ հետաքրքիր գիտական, հետազոտական, բայց նաև գիտահանրամատչելի։ Առայժմ հեղինակի ձեր մասին գրված գիրքն եք կարդում։ Գիտեք, ճիշտ եք անում, որ կարդում եք, ես ձեզ ասեմ։ Շրջանակներում է նաև ձեր մասին, հեղափոխության մասին Վարդան Ազատյանը գիրք գրել։ Ես ձեզ ասեմ, որ մեր հանդիպումը տեղի է ունեցել այդ գրքի առիթով, որովհետև ես ինքս եմ ցանկություն հայտնել հանդիպել, ինչն է հետազոտության հիմնական արդյունքը եւ հետազոտության հիմնական նյութը, թե ինչպիսին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումը պետության եւ քաղաքականության գործառույթների մասին, ինչպես է դա ձևակերպվում հանրային մտածողության մեջ եւ ինչպես է ձևակերպվում պետական ինստիտուտների եւ քաղաքականությունների մեջ։ Եվ այս տրամաբանությամբ
Այդ գիրքը, որովհետև միջև հիմա էլ շատ հնչում են հարցեր։ Հեղափոխությունը ինչի տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ եւ այլն եւ այլն։ Այդ գիրքը նախընթաց գիտական մոտեցում է, թե ինչու է Հայաստանում տեղի ունեցել հեղափոխություն եւ որ կարեւոր է ինչ նպատակով է տեղի ունեցել հեղափոխություն։ Մարդիկ ինչ նպատակ են ունեցել այդ հեղափոխությունը անել։ Կառավարությունը ֆինանսավորել։ Ոչ, գիրքը չի ֆինանսավորել կառավարությունը, ընդհանրապես ասում եմ, խոսակցությունը սկսվել է այն ժամանակ, երբ որ այդ գիրքը իմ ձեռքն է ընկել եւ ես կարդացել եմ, ես տեսել եմ, որ այդ գրքի թեման դա հեղափոխության մասին չի, դա մարդկանց եւ պետության հարաբերությունների մասին է։ Ես տեսել եմ, որ գրքի թեման շատ կարեւոր է, բայց անավարտ է։ Պետք է հետազոտությունը շարունակել արդեն ոչ թե փողոցի process-ների արդյունքում հեղափոխական, այլ պետության եւ մարդու հարաբերությունների մեր պատմությունը պետք է ուսումնասիրել, որովհետեւ մենք պետականության շատ երկար պատմություն չունենք, պետք է ուսումնասիրել ոնց ինչ բանաձևերի շրջանակում եւ ինչ ճանապարհով են ձևավորվել պետության եւ մարդու քաղաքացու հարաբերությունները եւ քաղաքացու պետության ընկալումը եւ պետության քաղաքացու ընկալումը։ Այս կոռուպցիոն ռիսկեր չկան այլ բայց դա բանախոսը չի։ Հարգելիս, չեմ դժգոհում։ Ես կարծում եմ, որ ինֆորմացիան բաց է եւ նրանք ովքեր պետք է առանց մրցույթի պետք բյուջեի առանց մրցույթի գիրք գրած անձին տալ գիրքը իմ մասին չի, գիրքը հեղափոխության մասին է, սկսենք դրանից։ Հենց ես նոր այդ նկարագրեցի, հա, ում գիտեք մոտավորապես պատկեր ձեզ հետեւյալ ասեմ, այդ մրցույթների մասին այդ օրինակը ես բերում եմ, օրինակ քաղաքական որոշումը կայացվում, որ պետք է ձեռք բերել Վան Գոգի նկարը օրինակ։ Եվ մրցույթ է հայտարարվում եւ այդ մրցույթում հաղթում է, ասենք, չգիտեմ, Ջեյմս Ռոբսոնը, որը բերում է իր նկարը ավելի էժան գնով տալիս է։ Հա, մրցույթը կայացավ, բայց նպատակը չկայացավ։ Նպատակը հենց այդ կետից հետազոտությունը զարգացնելն է եւ բերելն է այդ տրանսֆորմացիան, ընդդիմություն, հեղափոխություն, պետություն, կառավարում եւ այդ հարաբերությունների տրանսֆորմացիան, որովհետեւ այդ թվում այսօր իմ եւ Հայաստանի քաղաքացու հարաբերությունները այնպեսին չեն, ինչպեսին էին 2018 թվականի ապրիլին կամ մարտին։ Եվ այդ հարաբերությունները պետության եւ մարդու հարաբերությունները, ես ձեզ ավելին ասեմ, պետք է մշտական հետազոտության թեմա լինի եւ մենք այդ հետազոտությունները նաեւ կշարունակենք։ Հիմա, քանի որ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է եւ կա արդեն բազային նյութ, գուցե թե նաեւ մրցույթով հնարավոր։ Պարոն Փաշինյան, բայց մնացած հարցերը կարող են քննել ոչ մի մամուլում տեղեկություն կար, որ հա ներողություն եմ